Ցեղասպանությունը, հայոց ցեղասպանությունը ասում են շարունակվեց Արցախում, էթնիկ զտումները նաև ցեղասպանական գործողություններ էին։ Հիմա տեսնում ենք, որ իշխանությունները այս հարցի շուրջել են այսպես լռություն պահպանում խորհրդավոր եւ հավանական է նաև այո այդ միջազգային հայցերի հետ կապված թեման աղմկահարույց նոր թափ հավաքի վերընտրվելու դեպքում։ Դուք ինչպես եք տեսնում հեռանկարը, էլի դատապարտման Արցախում կատարվածի։ Եվ ձեր քաղաքական ուժը։ Ես մենք գնահատականը տվել ենք արդեն, որ էթնիկ զտումներ ու նաև նոր ցեղասպանություն է բերել այս իշխանությունը մեր ժողովրդի գլխին եւ հայոց պատմության մեջ երբեք չի եղել, որ Արցախում հայ չապրի։ Հակառակը Արցախն ու Սյունիքը եղել են այն մեր պատմական հայրենիքի մասերը, այն մեր հայրենիքի առասարակ եւ պատմությամբ, երբ ամենաշատն են հայեր եղել։ Իսկ ինչ վերաբերում է միջազգային հայցերի, դա մեր իրավունքների պաշտպանության համար է ժողովուրդ ջան, այսօր տպավորություն է, որ մենք բան ենք անում, տես բարեհաճությունների մեջ ենք ընկել, քաղաքական հաշվարկներ ենք անում, զիջենք, չզիջենք, հայցերը հետ քաշենք։ Ժողովուրդ ջան, սա մեր իրավունքների պաշտպանության համար է, դուք պատկերացնում եք, հանկարծ օրինակ որևէ օրինակ արդարադատության միջազգային դատանը վերցնենք։ Այդտեղ քաղաքացիները դիմելու իրավունք չունեն։ Այդտեղ միայն դիմում են պետությունները եւ ուրիշ նաեւ այնտեղ միջազգային ուրիշ մեխանիզմ էլ կա, բայց հիմա դուք պատկերացեք մեր պետությունը հետ է վերցնում, ինքը զրկում է մեզ բոլորիս մեր իրավունքների պաշտպանության հնարավորությունից, հետո ումից գնանք ինչ ուզենք, առավել եւս մենք այդտեղ ունենք ֆիքսած մեր ժողովրդի իրավունքներին վերաբերող հստակ պարտավորություններ Ադրբեջանի նկատմամբ եւ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ եթե հանկարծ այդ հայցերը հետ քաշվեն, ապա շատ ավելի ուժեղանալու է ինքը դիվանագիտությամբ եւ հիմա հակառակն է։ Մենք այդ հայցերով շատ ավելի ուժեղ ենք, Ադրբեջանը միշտ ունեցել է այդ քաղաքականությունը, ինքը բերել հայելային ուղղությամբ նոր հայցեր է ստեղծել, զրոյից դարձել է, ոնց որ օրինակ հիմա այդ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանն է, մյուսն է, դրանք այս իշխանությունների քաղաքական պատասխանատվությամբ աճեցրած, զրոյից աճեցված հարցեր են։ Դուք որ գաք իշխանության Թուրքիայի հետ ոնց եք հարաբերվելու։ Մենք ցեղասպանության հետ կապված հարցերը, որ ես նշեցի, իհարկե այսպես էլ առաջ ենք տանելու, իսկ Թուրքիայի հետ կապված բնականաբար առանց որևէ նախապայմանի կողմ ենք հարաբերությունների կանոնակարգմանը եւ այլն, այսինքն այդտեղ որևէ խնդիր չենք տեսնում։ Իշխանությունները ժողովրդին խորհուրդ են տալիս չապրել ցեղասպանվածի հոգեվիճակով, դա լավ տեղ չի տանելու, սա մոլորեցնող թե իսկապես բարի խորհուրդ։ Նրանց քաղաքականությունն է, որ տանում է, ապրեցնում է միշտ այդ ցեղասպանվածի հոգեվիճակի մեջ է պահում, զիջել, անընդհատ վախերի մեջ ապրել, չզարգանալ։ Այսօր այնպես են դարձել, հանկարծ խոսում ես մեր ուժեղանալու մասին, ասում են վայ բա պատերազմ կլինի, խոսում ես բանակը ուժեղացնելու մասին, ասում են վայ բա պատերազմ կլինի։ Այս ժողովուրդ ջան, եթե մենք մեզ չուժեղացնենք, մենք ուժով չլինենք, բանակը չուժեղացնենք, մեր անվտանգության համակարգը ոչ ման չենք ունենա, եկեք հələ վերցենք երասխի դեպքը, ակնհայտ դեպք, երասխում ուզում էին գործարան կառուցել, չէ՞։ Ադրբեջանը մի քանի անգամ կրակեց, գործանը տեղափոխեցին։ Ինչ է ստացվում, որովհետև մենք ուժով չկարողացանք դա պահել, որովհետև Նիկոլ Փաշինյանի այնպես չի արել այս իշխանությունը, որ որևէ մեկը չփորձի մեր սպառնել պատերազմով։ Դու ուրեմն 6 տարի, տեսեք ինչու եմ ես 6 տարին անդադ շեշտում, շատ ավելի քան ժամանակահատված է, քան առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմների միջև։ Դու ուրեմն այսքան ժամանակ ունենաս, քո անվտանգության համակարգը չզարգացնես, առաջ չտանես, որ որևէ մեկը ռիսկ չանի հանգարց քեզ սպառնա։ Հիմա գիտեք ոնց պետք է լիներ, կապ չունի ով է վարչապետը։ Այդպես պետք է լիներ, որ եթե երկիրդ ունի զսպման կարողություններ, ցանկացած մեկը պետք է նկատի ունենա, ով փորձի մեր երկրի նկատմամբ ոտնձգի, նենց օրը կընկնի, որ միանգամից կոլապսի մեջ կհայտնի։ Պարոն Թատրյան, ձեզ ասում են ում երեխաների կյանքերի եւ արյան հաշվին եք դուք նման բաներ ասում։ Մենք ասում ենք սա նրա համար, որ ունենանք հանուն, մենք ասում ենք սա հանուն ապահով ապագայի, հանուն խաղաղության, սա է երաշխավորված խաղաղության տանելու ճանապարհը։ Այ տեսեք Նիկոլ Փաշինյանը, եկեք 2020 թվականից առաջ տեսնենք ինչ էր ասում, պատերազմից առաջ, նույն չէ, բացարձակ խաղաղություն է, այսպիսի բան դեռ չէր եղել եւ այլն, տեսանք ողբերգությունները ինչի հանգեցրեցին եւ սա է մեր ես կարծում եմ մեր հիմնակետը, որ իրականում այսպիսի մի բան էլ կա, նայեք, ինքը անընդհատ խոսում է խաղաղության մասին, տպավորություն է թե ով ավելի շատ խոսա խաղաղության մասին, բոլորը մրցում են այս դաշտում։ Մեր երկրում չկա ժողովուրդ ջան որևէ կուսակցություն, որը խոսա պատերազմի մասին, որը ագիտացիա անի պատերազմի։ Դրա համար այս թակարդը ստեղծել է Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունով, ինչի համար, որ թաքցնի այն հարցը, դուք ինչու եք
ձախողել մեր երկրի անվտանգության համակարգը այն աստիճան, որ մեզ ուրիշ պետությունները սպառնում են պատերազմով։ Ու դուք ամեն ինչ անում եք։ Ինչու եք ձախողել։ Այս է ամենակարևորը։ Իրենք ասում են հաշիվաչը խոսում, բայց ժողովուրդ ջան, եթե դուք իրանց ձայն տակ քվետակ, իրենք գալու են իշխանության ու այն քաղաքականությունը, որ մենք վարում ենք, դրա հակառակն են անելու, այսպեսի ձևակերպում ռևիզիայի են ենթարկելու։ Տեսեք, այսօրվա շատ հստակ մեկ բան, այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականությունը պատերազմի ուղիղ տանող ճանապարհ է եւ սա անվերադարձ է նրանց համար, ինչու սա անվերականգնելի է, որովհետեւ սրա շնորհիվ նրանք կոծկում են իրենց ցախողումները, սա սեփական սխալները կոծկելու, թաքցնելու նաև քաղաքականություն է։ Դրա համար նրանք ուրիշ բան չեն կարողանում ասել։ Շնորհակալություն։ Տարածում եք, ասում են ապատեղեկատվություն է։ Իշխանությունները, պաշտպանության նախարարությունը։ Գիտեք, շատ ծիծաղելի է, որովհետև Այսօր սա ասում Ինչ Արայիկ Հարությունյան։ Աշխատակազմի ղեկավարը, որ քոնը Google-ից սկրիններ Ուրեմն ես դնել։ Արայիկ Հարությունյանը մի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում, ինքը թող մի հեքիաթ կա, Մոխրոտին ա վերաբերվում։ Ժամը 12-ից հետո այնտեղ շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։ Ես իրանց զգուշացնում եմ, թող 12-ից, հույս ունեմ 12-ից առաջ անում այդ գրառումները եւ միշտ հիշի այդ մուլտիկի մասին։ Երկրորդը, որ Մոխրոտի մասին։ Երկրորդը, որ շատ կարեւոր է նաեւ այստեղ այդ տեսանյութերի հետ կապված։ Տեսեք, այս իշխանությունների ինչ աստիճան են սանձարցակ պահում իրանց ու ստում։ Ուրեմն ես արբանյակային լուսանկարներով, չինական արբանյակի եւ ֆրանսիական Airbus արբանյակի լուսանկարներով հրապարակում ենք, ապացույցներով ցույց ենք տալիս, որ Ադրբեջանը նոր դիրք է մեր տարածքում դրել։ Ցույց ենք տալիս, որ ամրանում է մեր դիրքերում ճանապարհները մարտավարական օպերատիվ կառուցում, իրենց դիրք կոմունիկացիաներն են ավելացնում։ Ասում է դա Google քարտեզ է։ Դու մեր ժողովրդին տեսեք ոնց են խափում։ Google քարտեզը ինչպես է ձևավորվում։ Արբանյակային լուսանկարների հիման վրա Google քարտեզը վերցնում է նկարները այդտեղից։ Այսինքն օրինակ հիմա դուք մտնեք Google քարտեզ, դուք թարմացած հիմա չեք տեսնի տեղեկություններ, որովհետև դրա հիման վրա է ձևավորվում։ Այստեղ դրա համար այդ լուսանկարները մեկ բանի մասին են։ Մեկ խափում են մեր ժողովրդին, առանց ամաչելու լկտիաբար խափում են մեր ժողովրդին, երկրորդ տարածք են կորցրել։ Մենք դրանով ապացուցեցինք շատ կարևոր մի բան։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2020 թվականից հետո ամեն տարի տարածք է կորցրել։ 2020-ին կորցրել է, 21-ին կորցրել է, 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին կորցրել է տարածք։ Նրանք անդադ խափում էին, մենք դա ապացուցեցինք արբանյակային լուսանկարներով։ Սա արդեն բավարար է։ Այսօր Սասուն Միքայելյանն ասում էր, որ իրենք այդտեղ հերթապահություն իրականացնում են եւ այդպիսի բան չկա։ Գիտեք, բոլորը արբանյակային լուսանկարներից ավել բան կարող է լինել, այ ժողովուրդ ջան։ Եվ նորից եմ ասում, այստեղ երկու բան կա՝ սուտ ասել եւ նաեւ տարած կորցնել։ Սա այս երկու հիմնական բանն է։ Շնորհակալություն։ Ցտեսություն։ Սամո